Կան երկրորդ հեռուստաալիքի ուղիղ եթերում Վարի լույս Հայաստան ծրագիրն է, սիրելի հեռուստադիտողներ։ Ես մտածում էի շատ մանրամասն պետք է գրել, հիմա այսօր օգտվեցինք այն առիթից, որ անուններ գրելու անհրաժեշտություն չկա, այս առիթից օգտվել եմ ոչ թե ես, որ ինձ համար շատ սիրելի ու շատ ծանոթ մարդիկ են, այլ նաև մեր աշխատակից, ով պետք է անպայման անունները, տիտրերը գրեր, այսինքն ընդամենը մեկ բառ է պետք ասել, Արսեն Գրիգորյան, եւ ներկայացնել միանգամից մեր 3 հյուրերին, ես ձեզ սիրով ուզում եմ ասել բարի լույս, ես չգիտեմ ինչու դու կահար Արսեն Գրիգորյանը այդտեղ նստեց, չթողեց ես այդտեղ նստեմ, որ երազանք պահեմ, թե այս դեպքում կապ չունի որտեղ ես նստած 3 Արսեն Գրիգորյանների դեպքում։ Ճիշտն ասած, երազանք պահելու համար, ովքեր որ ուզում են պահեն, այսօր կարան իրանց երազանքների համար չշտապեն, ամսի 3-ին գան մեր համերգին, միանգամից 5-ին բեմի վրա տեսնեն եւ երազանքը միանգամից կկատարվի։ Ահա, հրաշալի է, շատ լավ։ Լավ, շատ ուրախ եմ, որ այսօր այստեղ եք եւ ամսի 3-ին։ Մարտի 3-ին, ենթադրվում է, որ մարտի։ Լավ, մարտի 3-ին փաստորեն հրաշալի հետաքրքիր շատ իդեայով մտահղացման համերգ է լինելու, երբ բեմում են լինելու 5 Արսեն Գրիգորյաններ։ Քանի որ անունը Արսեն Գրիգորյան չէր, պրոդյուսերը, Խաչիկ Եղոյանը այստեղ ներս չեկավ, չհամարձակվեց մտնել, ուրեմն հիմա դուք պիտի ներկայացնեք համերգը եւ այլն, գաղափարը մտահղացումը խնդրեմ։ Նախ այս գաղափարը շուտվանից կար, մենք ընկերներով, Արսեն Գրիգորյաններով միշտ մտածել ենք, որ որևէ ինչ-որ միջոցառում կլինի կամ թեկուզ երգի ձևով, այսինքն մի երգի մեջ ելույթ ունենանք բոլորս, բայց կարծես թե սա մնում էր միայն այդ մագարտակի, այսինքն ընկերական խոսակցության մագարտակով, բայց ի ուրախություն մեզ բոլորիս Խաչիկ Եղոյան, որը ղեկավարում է G Production ընկերությունը, պրոդյուսերական, ինքը առաջարկեց գործնական դարձնել այս ամենը, այս միտքը դարձնել իրականություն, որի համար շնորհակալ ենք իրեն եւ իր ընկերներին, իր ընկերությանը, հետաքրքրական է այս միտքը ինչու համար, որովհետեւ այստեղ միայն ես կուզենայի նշել, որ միայն Արսեն Գրիգորյանի փաստը չէ, որ մեզ հավաքում է մեկտեղ, այսինքն անուն ազգանունը, այո, նույնն է, բայց ես կարծում եմ ամեն մեկը իր մասնագիտության մեջ, այսինքն նույն մասնագիտություն ունենք երաժշտական, բայց կարծես թե ամեն մեկը իրեն համար ընտրել է մի ոճ, որով ինքը ներկայանում է հանրությանը։ Եվ այդ ոճի մեջ իմ պատկերացմամբ եւ ի հվարդություն ինձ ամեն մեկը բացաճ մագարտակ ունի, որը ենթադրում էր, որ մենք իրար հետ անպայման համատեղ պիտի համերգով ելույթ ունենանք եւ կարծում եմ շատ հետաքրքրական համերգ է լինելու, որովհետեւ մենք պատրաստվում ենք այդ ամենին, պատրաստվում ենք, փորձեր ենք անում, մտածում ենք ինչ հետաքրքիր բան կարող ենք այս անգամ մատուցել մեր սիրելի ժողովրդին։ Այսինքն բացի երգերից, որոնք իհարկե շատ սիրում են, բնական է ձեր երկրպագուները պիտի գան, նաև լինելու է ինչ-որ սցենարային, ինչ-որ բան կապված, ես այդպես հասկացա։ Համերգը այսպես իրար կապող ինչ-որ բան լինելու է, որովհետև վարողն էլ է Արսեն Գրիգորյան։ Այո, այստեղ ես ուզում եմ ներկայացնել այս նախ գովազդի պատճեն գունավոր անձնագրի ամսի 3-ին տեղի ունենալիք համերգի, խնդրեմ, խնդրեմ Արսեն։ Այո, ինքը սցենարային այդպեսին ինչպես, ասենք կարող ենք շատ խորանալ սցենարներ եւ այլն, այդպես պիտի չլինի, ինքը համերգ է լինելու, բայց թեմատիկա պետք է ունենա, այսինքն միտքը պետք է գերիշխի մեր կատարումների մեջ, իրար հետ փոխ կարողանանք ինչ-որ մի բան կատարել, մի հետաքրքիր երեկո սարքել, այսինքն ներկայացում ինքնին այդպես չի լինելու, բայց այդ նշանները պիտի լինեն, որովհետև ամեն մեկ, ինչպես ասացի, իր անկյունը ունի հասարակության մեջ եւ երաժշտության ասպարեզում եւ այդ ձևով ներկայանալ արդեն ինքը ներկայացում է ստատիկ համերգ չի լինելու
Ահա, հրաշալի է, լավ, ուրեմն մարտի 3-ին Սունդուկյանի անվան թատրոնում, այստեղ ոչ միայն հետաքրքիր, որովհետև իսկապես դժվար է գտնել նույն անունն ունեցող ու բոլորին այդքան բոլորն ունեն իրենց ջերմ երկրպագուները, շատ հետաքրքիր բան կա, չէ՞, թեկուզ ժանրային բավական տարբեր է, բայց ինչ որ ընդհանուր բան կարելի է գտնել նաև երկրպագուների մեջ, հա? Այո, կոչ է արվել, որ Արսեն Գրիգորյանները, ովքեր պետք է ներկա լինեն համերգին, ներկայանան իրենց անձնագրերով, որտեղ իրենց համար հետաքրքիր անագնգաններ է սպասվում, եւ մեզ համար շատ հետաքրքիր է լինելու, որ այսինքն լիքը Արսեն Գրիգորյան իրար հետ մեկտեղ։ Շատ հետաքրքիր է, լավ, իսկ այ ընդհանուր ինչ կա ձեր երկրպագուների մեջ ընդհանուր։ Ընդհանուր երևում էր հայկական երաժշտությունը, հայկական երաժշտությունը, լավ, որ բոլորինը, բոլորի երկրպագուները, ահա, խնդրեմ ասո, ու կարծիքով։ Իմ կարծիքով Այսօր չի խոսում ասում։ Սպասողական վիճակում։ Երկու օր հետո կա, հիմա չեն խոսել, Այո։ բայց ես Աստված առաջ, ինչպես ասում են, 5 շաբթի օրը այդ մասին կասենք, եթերում լավ։ մեզ ընդհանուր կապը հանդիսատեսը մեր երկրպագուն եւ մեր միջի կապը ընդհանրապես մշակույթն է եւ մեր ժողովրդական արվեստը։ Լավ, փաստորեն լինելու է եւ Արսենը, հա, ինքը էստրադային Արսենը, էստրադային երգի եւ նույն ժամանակ երգահան, այո, եւ մեր շատ սիրելի վարպետի Հովհաննես Բադալյանի սան։ Այո, այո։ Ուրեմն ժողովրդականը անպայման մեջն է։ Այսինքն վերջը ժողովրդականը հիմքն է։ Իհարկե։ Նաեւ էստրադային, այսինքն այս համերգի նկատի ունեն։ Ես կարծում եմ հիմքը այստեղ կարող ենք ասել, որ հայերենն է։ Որովհետև նույն Արսենը, որ դուդուկ է նվագում, հրաշալի ձևով ինքը հայերեն է նվագում։ Եվ այսօր շատ է դուդուկը չարաշահվում, կարծում եմ, որ Արսենն ինձ հետ համամիտ է, ամեն մեկը չէ, որ դուդուկով նվագում է, դառնում է հայերեն նվագ։ Նույն բանը կարող եմ ասել Արսենը, որը հրաշալի երգում է ժողովրդական մեր երգերը եւ նույն ժամանակ կուզենայի իրեն ներկայացնել Արամ Մերանգուլյանի անվան մեր ժողովրդական գործիքների համույթի մենակատարն է եւ հրաշալի ձայնային տվյանը, որ շատ եմ սիրում։ Իսկ Արսենը մեր հաղորդավարը նույն ժամանակ ինքը կփորձի մի քանի հատ երգ երգել, փորձելով իր արտիստիզմը բացի հաղորդավար լինելու, բացի դերասան լինելու, նաև երգի միջոցով մատուցել։ Փորձել է նաև երգի միջոցով, շատ լավ։ Իսկ Արսեն հիմա փաստորեն Արսենը շատ հետաքրքիր արդեն կապեց, ներկայացրեց, այսինքն դուդուկի երաժշտություն, որը հնչում է հայերեն, որտեղ լսվում է լեզուն, կարծես հայերեն բառերը։ Եվ չարաշահելու մասին իսկապես հիմա այդքան չարաշահում են։ Չարաշահելը չեմ կարող ասել, նկատի ունեմ, այսինքն կարող է ոչ պրոֆեսիոնալ մարդիկ, ասենք, կամ ուղղակի լսողները զգան, որ մի քիչ հիմա արդեն ավելի շատ է օգտագործվում այնտեղ, որտեղ պետք չէ, իսկ պրոֆեսիոնալի կարծիքը կա։ Դե իմ համար, որ ինչքան բոլոր տեղերն էլ օգտագործվում է, շատ ջերմ է, որովհետև ասենք ես ծնված օրվանից դուդուկի ձայնը լսել եմ ու ասենք ամեն առումով լսում եմ։ Ուղղակի կատարումների առումով, ասենք ոճական առումով երևի Արսենը նկատի ունի, որ ասենք կարող է դուդուկով նվագեն մինենց երաժշտություն, որ ասենք հարիր չլինի իր կատարմանը, բայց ամեն դեպքում շատ չարաշահելը չեմ կարող ասեմ չարաշահել։ Ես կուզենայի անդրադառնալ այս հարցին այդպես։ Ուրեմն դուդուկը ինքը պիտի թախշյա ձայն ունենա։ Պիտի դուդուկի ձայնը, ինչպես յուրաքանչյուր հայեցի ձայնը, մարդու ձայնը, լսելիս պետք է ձիրանի բուրմունք կա։ Պետք է այդ նվագի դակ դու պատկերացնես Հայաստանի բնությունը, պետք է պատկերացնես մեր եկեղեցիները։ Եթե այդ ամենը ներկա չի, ուրեմն դա չարաշահվում է։ Այսինքն դուդուկը օրինակի համար ինքը աշխուղական գործիք չի կարող լինել։
չէ, բայց երբ որ աշխուժական հնարքներ են օգտագործում այդ գործիքով ուզում են եւ երկրորդը իր տեմբրը, հա, ձայնի գույնը, արդեն ձիրանագույնից փախնում է դեպի բանան, դեպի ուրիշ, արդեն լավ չի։ Այսինքն պետք է նախանձախնդիր լինի յուրաքանչյուր դուդուկահար, որ այստեղ կարևոր չի, որ ինքը մեծ տեխնիկա ցուցաբերի այդ գործիքով, որովհետեւ նեգրերն են նվագում դուդուկ այսօր, եւ թուրքերը եւ մյուսները քրդերը բան մենք հայերեն ասում ենք շատ են բաց նվագում, բաց զայով, իսկ իմ պատկերացմամբ շատ ավելի երբեմն զնելա պետք, որովհետև դուդուկով մարդկանց կարողանում ես այդ զեյ տակ ուրախ տրամադրություն պարգևել։ Ոչ միշտ այդ տեմբրը բացել։ Բայց ասենք եթե մի ուրախ երաժշտություն խոսքը նվագելու դուդուկի անձնական բնութագրի մասին է։ Անձնական բնութագրը Դուդուկի անձնագրի տվյալների։ Շատ լավ, մենք հիմա հնարավորություն չենք ունենա փաստորեն բոլոր տեսահոլովակները նաև այստեղ մեզ մոտ հիմա չունենալու պատճառով այս պահին դիտել, վայելել, բայց այս ընթացքում իհարկե մենք կդիտենք եւս մեկ անգամ տեսահոլովակները, հրաշալի երգեր Արսեն Գրիգորյանների մատուցմամբ եւ բայց մենք այս պահին գովազդային հոլովակներ պիտի դիտենք եւ դրանից հետո հիմա ես ուզում եմ համոզեմ որ դիտեն էլի գովազդային հոլովակները դրանից հետո պիտի լսենք դիտենք տեսահոլովակ Արսեն Գրիգորյանի դուդուկահար Արսեն Գրիգորյանի որն ենք դիտելու Արսեն ժողովրդական երգ եւ պար ժողովրդական երգ եւ պար այսինքն եթե ուզում եք տրամադրությունը դա որ կարծում եմ որ արդեն բարձր է որովհետեւ ընդամենը 8 օր է մնացել գալուն եթե ուզում եք ավելի բարձրանա ուրեմն հիմա դիտեք գովազդային հոլովակները դրանից անմիջապես հետո Արսեն Գրիգորյանի տեսահոլովակը համեցեք իսկ մենք կվերադառնանք մի քանի րոպեից դուք դեռ ժամանակ ունենք իսկ մարտի 3-ին Սնդուկյանի անվան թատրոնում արդեն պիտի ներկա լինեք այս հետաքրքիր կարծում եմ համերգին որտեղ ոչ միայն հրաշալի երաժշտություն եք լսելու, այլև կատարվելու են ձեր բոլոր մինչ այդ չկատարված երազանքները։ Համեցեք։
Նկարահար Արսեն Գրիգորյանի այս հետաքրքիր հրաշալի կատարումը կարծում եմ իսկապես օրը արդեն ավելի շատ տրամադրությամբ, ժպիտով, բարությամբ լցրեց, այստեղ մեր սրահում Արսեն Գրիգորյանը ես կարող եմ իհարկե յուրաքանչյուրը շատ հետաքրքիր ու կարևոր է որ նաև իր անցած ճանապարհով արած գործով այսօրով ու անելիքով ամենակարևորը այնքան կարելի է այնպես ներկայացնել, սակայն այսօր քանի որ այս համերգի մասին ենք խոսում, հենց այդպես ուղղակի ասենք Արսեն Գրիգորյանին։ Հիմա ուրեմն մարտի 3-ին այս համերգն է, որը լինելու է եթերում, թե ոչ, այսինքն նկարահանվելու է, այո, նկարահանվելու է եւ ցույց կտրվի եթերով։ Կարծում եմ դեռ վերջնական չէ, թե որ հերոստանգերությունը պիտի նկարի, սակայն վստահ եմ որ կնկարահանվի եւ ցույց կտրվի։ Իսկ քանի երգ է յուրաքանչյուր, քանի երգով է մասնակցելու, քանի կատարումով կամ քանի որ քիչ չենք, համերգը 18-20 համար է լինում, չէ՞։ 20-ից ավելի 3-4 5 Չէ, կարող է շատ եւ կապ ունի հանդիսատեսի։ կենթանի երաժշտություն, կենթանի Իհարկե, ընչողություն, իհարկե, Սա էլ չէ պայմաններից, նախապայմաններից մեկը։ Անպայման։ Պրոֆեսիոնալների նկատի ունեմ։ Այո։ Իսկ հիմա ընդունված է շատ ընկերներով համերգներ անել, այդտեղ ընկերներ լինելու են, այլ քիչ առաջ այսպես ոչ եթերում Արսեն ասում էր որ Չէ, ընկերներ չեն լինելու, ընկերները եթե ցանկություն կունենան կարող են ընդհանրապես հանդիսատես լինել, բայց մասնակից չեն կարող լինել, որովհետև այդպես է կազմակերպված համերգը։ Շատ լավ։ Չէ, հիմա ընդունված է, չէ, այդպես ասել, եւ ընկերներ եւ Չէ, դե մենք արդեն ընկերներ ենք, էլի։ Այո։ Մենք ընկերներ չունենք, երկրի կեսը մեր ընկերներն են։ Կեսը պիտի բեմում լինեն, մյուս կեսը դա լիճում հրաշալի է։ Մեր համերգը Արսեն Գրիգորյան եւ Արսեն Գրիգորյաններն են։ Ահա։ Իսկ շարունակություն պիտի ունենա նաեւ որովհետև կարծում եմ, որ Սունդուկյանի թատրոնը որքան էլ որ այս թատրոնի դահլիճը շատ սիրելի է, բայց փոքր է ամենայն դեպս այսքան սիրված երգիչների, երաժիշտների մի տեղ հավաքելու համար։ Ինքը թատրոնը շատ հատուկ ընտրվեց, որովհետև շատ համապատասխան է, այսինքն մեր համերգին, որովհետև եւ լուսային եւ ձայնային առումով եւ նաեւ բեմը շատ հարմար է, իսկ ինքը տեղերը քիչ չեն, այսինքն Սունդուկյան թատրոնը մոտավորապես 900,000 տեղ ունի։ Բայց 5 աստղի համար, չէ։ Դրա համար Ես աստղ չեմ։ ոչ մեկս էլ ասում։ Չէ, դրա համար կարծում եմ որ երևի հիմա խոսակցություն կա որ կարող է կրկնվի։ Շարունակություն լինի։ Իսկ Երևանից դուրս Ասենք Արսեն Գրիգորյանները Մարտունու Երանոց գյուղում։ ինչ կլինի, չէ։ Ես օրինակ համաձայն եմ։ Այդ մարդիկ էլ պետք է նայեն, թե չէ համերգ։ Ասենք նկատի ունեմ այդպիսի ինչ-որ ծրագիր, որ Հայաստանում դուրս կան, որ ժողովրդական երգի վրա է հիմնական շեշտը։ Ես կարծում եմ մենք հիմա դեռ շուտ է խոսել այդ ամեն ինչի մասին, որովհետև Աստված դա մեր այս մտահղացումը, այս ինչ որ ուզում ենք կատարվի, ամեն ինչ նորմալ ընթանա, հետո մենք կմտածենք բայց ցանկությունը շատ մեծ է ընդհանրապես Հայաստանի տարբեր մարզեր, բոլոր մարզերը այցելել երկել ժողովրդի համար, որովհետև Հայաստանը Երևանով չի սահմանափակվում։ Եվ մեր ժողովուրդը, որ յուրաքանչյուր նույնիսկ գյուղում ամենահեռավոր գյուղում գա, մեր ուշադրության կենտրոնում է։ Այստեղ մնում է միայն տեխնիկական հարցերի լուծումը, որովհետև մենք կարողանանք այդ ծրագիրը նույնությամբ մենք տանենք, այսինքն որովհետև այո, այստեղ բացի այդ անունից ու համերգի, ասենք, ի վերջո այստեղ ամբողջ հիմքը ժողովրդական երգն է, որը պիտի անպայման Երևանից դուրս գա, որովհետև հիմա արդեն ժամանակը փոխվել է, մենք մի քիչ շատ ենք Երևանում կենտրոնացած, մենք հետո ծայրահեղության մեջ ենք, չենք գնում, հենց ասում ենք, որ Երևանից պետք է դուրս գալ, միակ տեղը, որ գնում ենք, դա Ղարաբաղն է, բայց Հայաստանի մարզերը, որտեղ շատ հետաքրքիր հեռուստա հանդիսատես ունենք, պետք է իհարկե հնարավորություն եւ շատ ջերմ։ Ըստ պլանների կա, որ ասենք նույն համերգը մոտավորապես երևի ամառվա ամիսներին Գյումրիում կլինի։ Այո։
Չէ, տենց Ընթացքը ցույց կտան։ Լավ, իսկ առանձին նոր ալբոմ նախատեսվում է թե ոչ, նոր CD, նոր երգեր, 1-2 բառով ժամանակը չնայած արդեն չկա, արդեն առանձին եմ ուզում ձեզ հարցնել։ Յուրաքանչյուրս մեր համար իհարկե մեր աշխատանքի բնույթն է, այդպես որ աշխատում ենք, որ ունենանք, աշխատում ենք տեսահոլովակներ ունենանք, այնպես որ ընթացքում է։ Առաջիկայում ինչ է նախատեսվում։ Առաջիկայում Արսենը շուտով ամսի 27-ին տեսահոլովակ նկարահանում եմ, այո, նոր տեսահոլովակ, նոր երգ եւ ինձ համար շատ կարեւոր երևույթ է սա, որովհետեւ սա առաջին անհատական գործն է, որ պետք է անեմ իմ այդ բաների միջով, որ անցել եմ մի քանի տարի առաջ, դրանից հետո առաջինն է, որ ես պետք է ներկայանամ նոր տեսահոլովակ, որովհետև Յարը մարդու յարագուտայից հետո ես մի քիչ առողջական խնդիրներ ունեցա եւ չկարողացա մինչ այժմ եւ այսօր ես պետք է ներկայացնեմ նոր կատարում, նոր մեկնաբանություն Գուսան Շերամի մեջս կյանք չմնաց երգի եւ նկարահանումները նշանակված են արդեն ամսի 27-ին եւ արդեն ձայնագրություն արված է, շատ սիրուն կարծում եմ, որ մեր սիրելի ժողովուրդը բայց մի քիչ վտանգավոր չի Արսեն այդ երգը, ռիսկային բան կա։ Ոչ մի շատ սիրված է եղել այդ երգը, ես անդադ հիշում եմ, որ ռադիոյում ինչու համար ես ընտրեցի, որովհետև ես միշտ էլ աշխատում եմ այդ երգերը վերականգնել, որոնք միշտ ասենք թե մեր հասարակության ականջի մեջ զրնգում են, բայց այսօրվա երիտասարդ սերունդը մադաղ սերունդը ինքը չի իմանում դրա մասին, այսինքն եւ վերականգնել հիշողությունները որոշ այսինքն հասակակիցների մոտ, այսինքն դարեց մարդկանց մոտ եւ նույն ժամանակ ցույց տալ, որ մենք այդպեսի հրաշք երգ ունենք ջահելներին։ Մենք ասեցինք, որ ես շատ լավ հիշում եմ, ասեց դարեց մարդկանց մոտ վերականգնենք հիշողությունները։ Լավ Արսեն, մենք այդ մասին ամսի 3-ից հետո կխոսենք։ Խնդրեմ Արսեն։ Տեսահոլովակ այս տարի ես էլ անպայման կունենամ նոր, որովհետև սպասում ենք գարունը կա մարտի 3-ի համերգից հետո։ Երազանքները ծրագրերը իրականանում են։ Իրականացնեմ եւ հույսով եմ, որ G Production-ը իր խոսքը կասի այդ մասնակցությունը կունենա։ Երեք եթերում խոստացավ Խաչիկը, որ Արսենի տեսահոլովակը պիտի նկարի։ Քավորը ես եմ։ Այսինքն ես կհետևեմ։ Քավորը սրբություն է։ Լավ, եւ խնդրեմ Արսեն, նոր երգի կամ տեսահոլովակի ծրագիր այս պահին չկա։ Կա, խի չկա։ Կա, բայց կոնկրետ չի։ Գարնանը երևի մայիսին։ Մայիսին։ Չէ, կոնկրետ որոշված է արդեն։ Լավ, ուրեմն սիրելի հեռուստադիտողներ, ես ձեզ ասում եմ, որ այդ մասին, թե ինչու Արսեն Գրիգորյանի, այսինքն կոնկրետ այդ տեսահոլովակի եւ կոնկրետ երգի այս պահին ոչինչ չէր կարողանում ասել, այս մասին կարևոր ինֆորմացիան ես ձեզ կհայտնեմ 5 շաբթի օրը փետրվարի 22-ին Բարի լույս Հայաստանի եթերում, հա, ասա ինչպես ասում են, տոստված, եւ հիմա ես ուզում եմ շնորհակալություն հայտնել, որ այստեղ եք, ուզում եմ մեկ անգամ եւս մաղթել, որպեսզի նպատակ արդեն պահել եք, մաղթել, որպեսզի իսկապես անցնի այնպես ինչպես ծրագրել եք, շատ լինեն համերգները, շատ լինի ու ջերմ հանդիսատեսը, չնայած կարծում եմ հաշվի առնելով, որ բոլորին շատ սիրում են, ուրեմն հանդիսատեսը պիտի լինի շատ ջերմ, շատ հայ, սա իսկապես կարևոր է, շնորհակալ եմ, որ այստեղ եք։ Հրավիրում ենք բոլորին։ Մենք էլ ենք շնորհակալ Լիլիթ։ Սիրելի հեռուստադիտողներ, ուրեմն մարտի 3-ին Սունդուկյանի Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում կարելի է ժամը 19-ին Արսեն Գրիգորյանն էր, այսպես համերգ, որտեղ հրաշալի իսկապես հետաքրքիր համերգ կլինի, քանի որ հրաշալի երաժշտություն է հնչելու, շատ սիրված երգիչներ ու երաժիշտներ, իսկ մնում է միայն ուղղակի այցելել, վայելել հրաշալի այդ երեկոն, մարտի 3-ին, լսել հետաքրքիր ու հաճելի հայկական երաժշտությունը եւ պահել երազանքները հաստատ համոզված լինելով, որ դրանք իրականանալու են, դրանց ամենայն դեպս այն մասը, որը չի իրականացել մինչեւ մարտի 3-ը։